չի կարող թուղթ կնքելը ինքնանպատակ լինի, չնայած հիմա մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ հենց այդպես է։ Եվ եթե ինքնանպատակ է դառնում, ապա դիմացինդ, այսինքն բանակցող մյուս կողմը կամ counterpart-ը համարում է, որ քո համար դա գերարժեք է, բարձրագույն գին ունի եւ դու ամեն ինչի կգնաս, որպեսզի այդ ստորագրությանը հասնես եւ միշտ փորձելու է քեզ դա վաճառել եւ երբեք չտալ, որովհետեւ քանի դեռ չի ստորագրել, ունի լծակ։ Սա իր հերթին։ Բացի այդ, եւս մի հանգամանք կա, առհասարակ այս ամեն ինչից զատ, առհասարակ մենք իդենտիֆիկացրել ենք Ադրբեջանի պահանջները, ցանկությունները եւ նպատակները որոնք են։ Որովհետև եթե չենք իդենտիֆիկացրել, ապա մենք չենք կարող տիրապետել, չենք կարող հասկանալ, թե իրականում ինչին է ձգտում Ադրբեջանը։ Իսկ այդ պարագայում բանակցել եւ ինչ որ բանի հույս ունենալ, դա ոնց որ փակ աչքերով ինչ որտեղ գնալ։ Մոտավորապես դա այն տրամաբանությունն է, որով Հայաստանի ներկայիս իշխանությունները առաջնորդվում են արտաքին քաղաքականության մեջ։